Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Երեկվա Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի քաղաքապետարանի շուրջը ծավալված այդ դրամատիկ եւ սկանդալային այդ կադրերը, որոնք ձեռքից ձեռք անցնում էին ամբողջ Հայաստանով եւ սոցիալական մեդիայում այսպես top 1 տեղում էին, այնուամենայնիվ դրանով չավարտվեցին։ Իհարկե, պարոն Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց, դա որպես խափանման միջոց եւ գործը դեռ պետք է քննվի, սակայն այսօր ազգային ժողովի լիագումար նիստը սկսվեց մի բուռն արձագանքով այսպես կոչված ընդդիմադիրների կողմից ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի։ Ով է Վարդան Ղուկասյանը։ Մի մարդ, որին ինքը Նիկոլ Փաշինյանն անվանում էր կրիմինալ եւ հարցեր առաջանում կրիմինալն ինչ գործ ունի ընտրական process-ում։ Բայց այնուամենայնիվ նա դարձավ Գյումրիի քաղաքապետ եւ ահա 6 ամիս եւ 1 օր անց, ինչպես Շուռա Բալագանովը մեծ գումար ստանալուց հետո այնուամենայնիվ մտավ եւ տրամվայում զբաղվեց գրպանահատությամբ, սովոր ձեռքը անում է այն ինչին սովոր է։ Եվ ուրեմն հրամայական է ուրվագծվում քրեազերծելու քաղաքականությունը, որովհետեւ գրպանահատին գրպանահատության վրա բռնելուց մեկ էլ նա խոսում է, չգիտեմ, ազգից, ավանդական արժեքներից, Արցախից, Հայդատից, Մասիսարից եւ այլն եւ այդպես շարունակ եւ հենց ստանում են բանտ, նա դառնում է քաղաքական բանտարկյալ կամ խղճի կալանավոր կամ հետապնդվող քաղաքական դրդապատճառներով, որովհետեւ այ արիտես ինքը Մասիսարն ուզում էր հետ բերել, բայց այդ ապազգային ոստիկանությունը կամ, չգիտեմ, դատարանը կամ իշխանությունը կամ պետությունը նրան դա թույլ չի տալիս։ Այս ամենը իհարկե սկիզբ ունեցել է, բայց պետք է նաև վերջ ունենա։ Փորձենք հասկանալ, թե ինչպես։ Մանավանդ, երբ մեր իրավական ոլորտը, այսպես ասենք, դեռ անալիքներ շատ ունի եւ այն իրավաբանական ավանդույթները, որոնք կան Հայաստանում, սերում են դեռ Վիշինսկիից եւ Աղվան Հովսեփյանից պայմանական եւ այդտեղ եւս փոփոխելու շատ բան կա։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է ազգային ժողովի падգամավոր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը։ Բարև ձեզ, Տիկին Բադալյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, ես էլ ինչպես միշտ շատ ուրախ եմ ձեզ հետ զրուցել եւ ձեր նախաբանից արդեն պարզ էր, որ օրվա թիվ 1, այսպես լրահոսում հայտնված լուրը մենք պատրաստվում ենք այստեղ քննարկել եւ դրա շուրջ։ Եվ դրա շուրջ, իհարկե, որովհետեւ այստեղ շատ ուղիղ չէ։ Կա կաշառքի վրա բռնված, ունենք դեպք, ունենք պոտենցիալ, հա, ենթադրյալ հանցագործ եւ իրավապահ եւ իրավապահամակարգը պիտի քննի այդ գործը, բայց արի ու տես, որ այո, քանի օր է այսպես շատ բուռն են արձագանքները եւ ամենակարևորը կարմիր գծով գնում է թե հանրության ընդդիմադիր հատվածի եւ թե լրագրության, հա, ստվար մեծ հատվածի կողմից որպես քաղբանտարկյալ այսպես որակավորումը եւ բազմաթիվ են այդ հարցերը, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի նախորդ, հա, անգամ նախորդ նիստերի ընթացքում ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ պիտի ինչ որ գործողություններ կատարվեն եւ դա իրավապահամակարգը ընկալեց որպես նշան կամ հրաման եւ որոշեց կալանավորել Վարդան Ղուկասյանին։ Իհարկե, այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։
վաղուց արդեն այս ամբողջ քաղաքական թաթերաբեմը վերածվել է զավեշտի, բայց օգտվելով արդից ես ուզում եմ հիշեցնել, որ նախ Հայաստանի Հանրապետության վարչապետը կոնկրետ Վարդան Ղուկասյանի մասին չասեց, այլ քանի որ հարց հնչեց, որ Գյումրու քաղաքապետը ասել է, որ նրանք, ովքեր դեմ կլինեն Միութենական Հանրապետությանը, հա, Հայաստանի մուտք գործելու, նրանք դավաճան թուրք շամբորդիներ են, եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ ասաց, որ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կանեն նման արտահայտություններ, նրանք պիտի վերանան ուղղակի քաղաքական թատերաբեմից։ Եվ կարծում եմ, որ այստեղ վեճ լինել չի կարող։ Այսինքն իրեն հարգող Հայաստանի Հանրապետության քաղաքացին վարչապետի այս արտահայտության հետ չի կարող վեճ ունենալ, որովհետև մեզ համար, բոլորիս համար եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության անկախությունն ինքնիշխանությունը սրբություն են ուղղակի, որը պիտի կյանքի գնով անգամ պահպանել եւ այս արի ու տես այո, որ ճիշտ եք ասում, որ դրա հետ վեճ կա։ Այստեղ ես որպես քաղաքացի մեկ այլ վեճ ունեմ, որ այդ ժամանակ պիտի գործողություններ լինեին եւ հենց այդ թեմայով պիտի լինեին գործողությունները, այլ ոչ թե շատ ընթացիկ, որովհետեւ ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը շատ հոգնել է այդ նախկին ներկա բաժանումներից, բայց այս լյուստրացիայի պայմաններում է, որ վերջնականապես քաղաքացին պիտի հասկանա, որ այդ նախկին ներկա բաժանումը դա ինչ որ արհեստածին երևույթ չէ, այսինքն ներկան պայքարում է նախկին կոռուպցիայով ներծծված եւ թաթախված համակարգի դեմ եւ տեսեք տալիս էս մի փոքր հնարավորություն որպեսի ընտրությունների միջոցով չնայած այստեղ էլ տեսեք եթե էլի խոսում են որ ընտրված քաղաքապետին այսպես փռեցին ասֆալտին եւ այլն Գյումրեցին ընտրել էր Սարիկ Մինասյանի, եթե մենք ձայներով հաշվենք, հա, երկու անգամ ավելի ձայն էր հավաքել Սարիկ Մինասյանը։ Քաղաքական տարբեր խարդավանքների արդյունքում որևէ նախկին պաշտոնյայի բերեցիր դաշտ, տվեցիր հնարավորություններ, եւ այդ մարդիկ ուրիշ կերպ չգիտեն իրենք ապրել, իրենք ուրիշ կերպ չեն կարող պատկերացնել ուղղակի։ Դրա համար ինչպես դուք նշեցիք, ընդամենը 6 ամիս հետո Մարդը չդիմացավ, չնայած ես առավել քան վստահ եմ, որ սա առաջին դեպքը չէր իհարկե։ Ուղղակի այս մեկն էր, որ բացահայտվեց։ Բացահայտվեց, որովհետև հա հիմա էլ քննարկում են, այ գաղտնալսումը, ապօրինի է կատարվել, դրոնով է կատարվել, չգիտեմ ինչով է կատարվել, այսինքն մեր լրատվական դաշտին եւ մեր քաղաքացիների մի որոշ հատվածի բացարձակ հետաքրքիր չէ, որ կաշառքի թեմա կա Եկեղեցում պարտք գումարները վերադարձնելու թեմա, այսինքն շատ, չգիտեմ, ուղղակի մարդ իրոք չգիտի, լաց լինի, թե ծիծաղ։ Պրիմիտիվիզմից նաև, էլի։ Երբ որ մեր նախորդ զրույցի ժամանակ ես ասում էի, որ աշխարհի ամենաաբսուրդ բանը կոմունիստ հավատացյալն է, որը ամբողջ երկրագնդի պատմության մեջ նման բան լինել չէ։ Երկու հատկանիշ նշեցիք, երրորդն էլ գողական տեսեք, կրիմինալ հավատացյալ այդպես լինում է, հա, չնայած այո, քրիստոնեական արժեքներին միանգամայն հակասում է որևէ հանցագործություն, որովհետև մի գողացիր, մի սպանիր, մի շնացիր եւ այլն, սա էլ է աբսուրդ, բայց առավել եւս կոմունիստ, որը միևնույն ժամանակ եւ կրիմինալ աշխարհն է ներկայացնում եւ հավատացյալ է, սա ուղղակի յուրահատուկ էկզեմպլյար է ամբողջ աշխարհի եւ համաշխարհային պատմության տեսանկյունից եւ արդեն ցանկացած աբսուրդ բան պիտի լինի բոլորիս համար սпасելի եւ որևէ բանից մենք պիտի չզարմանանք, բայց ես չեմ զարմանում Վարդան Ղուկասյանի արարքի վրա, որովհետև դա օրինաչափ է, հա, եւ շատ հատուկ է նախորդ մեր համակարգային կոռուպցիայից բխող բոլոր այսպես թե մտածողությանը եւ թե այդ կենսակերպին։ Ես չեմ զարմանում նույնիսկ նրա վրա, որ Վարդան Ղուկասյանի փեսան կլինի թերևս, հա, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը, որովհետև այդ կլանային, հա, մտածելակերպը, որ էլիտաների ձեռքում պիտի լինի իշխանությունը, լինի դա քաղաքական, հենց
Համարվում է, որ արդեն ղեկավարն է, համայնքապետն է, վերջ էլիտա է եւ բնականաբար այդ կլանային պիտի անպայման լինի, որտեղ մտածելակերպն է այդպեսին, հա։ Լինի դա կրոնական էլիտա, լինի քաղաքական էլիտա, լինի կրիմինալ էլիտա, Վարդան Ղուկասյանի դեպքում երեքը համադրում են իրար հետ, չմոռանանք, որևէ բանի վրա չեմ զարմանում։ Ես զարմանում եմ այն լրագրողների եւ այն քաղաքացիների վրա, որոնք որևէ մեծ տերության շահերին Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը մատաղանելուն պատրաստ են նպաստել։ Բայց դա կրիմինալ չի Տիկին Բադալյանը։ Քրեական օրենսգրքի հոդված է, չէ՞։ Ես կարծում եմ, որ այս մասով ավելի ճիշտ դատողություններ կանեն իրավապահ մարմինները եւ հետևանքներ անպայման կունենա այս ամենը եւ չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ նման, հա, այդ ոճի քաղաքական գործչի միակ մեղքը կաշառք վերցնելն է, որովհետեւ նորից վերադառնալով իմ քիչ առաջ ասացին, քանի որ որպես կաշառակեր յուրահատուկ չէ ցավոք սրտի մեր իրականության մեջ այդ քաղաքական գործիչը, բայց այն հայտարարությունը, որը ուղղակի աններելի էր, ես կարծում եմ, որ մենք նման հայտարարություններին պիտի էլ ավելի մեծ ուշադրություն դարձնենք եւ դրանք պիտի անհետևանք չմնան, որովհետեւ քաղաքականապես մենք դեռ այնքան որպես ժողովուրդ չենք հասունացել, որպեսզի հասկանանք, որ էմոցիաները ոչինչ են, նույնիսկ մեր ապրածն է ոչինչ, նույնիսկ մենք, հա, այդ մեծ պատմության եւ տիեզերքում մեզանից առանձնապես բան չենք ներկայացնում, երբ որ համեմատության մեջ ենք դրվում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ պետականության հետ։ Իսկ այդ մարդը շատ կոնկրետ, նույնիսկ կրիմինալ բարքերով, հա, շանտաժի էր ենթարկել, շանտաժ էր արել, ուլտիմատումներ էր դրել բոլոր այն մարդկանց, ովքեր կհանդգնեն ասել բարձրաձայն, որ դեմ են միութենական պետությանը։ Այսինքն Ռուսաստանի շահերի համար մատաղ է պետք անել Հայաստանի Հանրապետությունը եւ մեր լրագրողներն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դրա հետ, այսպես ասած, օքեյ են։ Հարմարավետ են իրենց զգում։ Քաղաքացիների շատ մի փոքր մաս, ինչ որ խոսքս միայն այդ հատվածին է վերաբերում։ Աֆիլիացիաներ ունի։ Եվ այդ մարդիկ էլ այնքան էսպես բարձրագոչ հայտարարություններն անում, ինչպես դուք նշեցիք, թե Արցախի մասին, թե ազգայինի մասին, նույն Վարդան Ղուկասյանը, որը 5 րոպե հետո կարող է կաշառք վերցնել, 5 րոպե առաջ չոքած եկեղեցում աղոթում էր, այնքան ամեն ինչ խառնվել է, բոլոր արժեքները այնքան է խառնվել, որ այն մարդիկ, որոնք իրոք ունեն կայացած եւ հայ մարդուն հարիր արժե համակարգ, ուղղակի լռում են եւ չեն խոսում եւ թույլ են տալիս, որպեսզի խեղված արժե համակարգով մարդիկ իրենց դասեր տան։ Օրինակ արժանապատվության դասեր։ Ամեն օր մենք տեսնում ենք, չէ՞։ Էլ մարդ չմնաց, որ հայ ժողովրդին արժանապատվության դասեր չտա անընդհատ։ Մի սարսափելի իրավիճակում ենք հայտնվել։ Տիկին Բադալյան, ես այսպես ընդհանրացված չէի նայի եւ այսպես հերրուն գնացող հետևություններ չէի անի, եթե չտեսնեի այսօրվա այդ դաշնակցական վակխանալյան պարլամենտում։ Այդ այլանդակությունը, հա, որը ինչ էր ասելիքը, թե ինչու եք մեր Վարդանիկին ձեռք տվել։ Ամբողջ թեման սա էր։ Հիմա ով է Վարդան Ղուկասյանը։ Մի մարդ, ում կրիմինալ լինելը հենց դեմքին են ասում ու նա չի էլ հերքում։ Երկրորդը մի մարդ, ով 102-րդ բազային իր ասածով ղուրբան է լինում եւ Բելարուսի նման միութենական պետության մեջ մտնելու ջատագով է եւ չի թաքցնում եւ այս մարդիկ պաշտպանում են նրան, այսինքն պաշտպանում են նրան նաեւ այդ բոլոր գաղափարները, համենայն դեպս նրանք այդ բաները չեն հերքի իրենց Ռոբերտ Քոչարյանի հետ միասին։ Հիմա ես ուզում եմ հարց տալ, լավ, Հայաստանում Հայաստանի անկախության սուվերենության դեմ գործունեությունը, հրապարակային հայտարարությունները քրեականացված են։ Այստեղ քրեա իրավական հետևանքների դաշտ չի բացվում արդյոք։ Դե ես բացվում է քրեազերծվի, թե ոչ։ Այս ինչ այլանդակ։ Միանշանակ պիտի քրեազերծվի եւ
Կարծում եմ, որ Վարդան Ղուկասյանի միակ մեղքը այնուամենայնիվ կաշառք վերցնելը չէր եւ հուսով եմ, որ կքննարկվի նաեւ այն ինչ որ մենք քրեականացրել ենք վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կոչերը, հայտարարությունները եւ այն ամենը ինչ որ սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, դատապարտվում են օրենքի ողջ խստությամբ եւ սա անպայման կգործի։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ էր այսօր կատարվում ազգային ժողովում, տեսեք, ես ակնկալում եմ, որ այսօր առավոտը բոլորը մեր ընդդիմությունը կլինի պաստառներով։ Մենք բոլորս Վարդան ենք։ Մենք բոլորս je suis Հիշում եք, այդ ակցիայից անպայման կիրականացնել, իհարկե պաստառները չկային, բայց բովանդակությունը հենց դա էր, ինչպես դուք հասկացաք։ Հիմա եթե այն ելակետից, այսպես շարժվենք, որ նախորդ նիստերի նախորդ մեր նիստերի ժամանակ ընդդիմությանը հստակ հարց տրվեց եւ մի քանի տասնյակ անգամ։ Արդյոք դուք կիսում եք Վարդան Ղուկասյանի այդ արտահայտությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։ Ընդդիմությունը ոչ ասեց ոչ, ոչ ասեց այո։ Հա, ես էլի հորդորում եմ անկեղծ լինել եւ անկեղծ ասել, որովհետեւ տեսեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինչ որ մի հատված հաստատ կլինի, որը ուզում է որպես դաշնակից տեսնում է Ռուսաստանի Դաշնությանը։ Կլինի, վստահ լինենք, որ կա այդ հատվածը։ Ավելի լավ չէ անկեղծ խոսել եւ բոլորին տալ հնարավորություն ընտրություն կատարելու։ Երբ որ ամեն ինչ լղոզված է, նույնիսկ այդ գաղափարները ունեցող կամ այդ տեսակետը ունեցող քաղաքացին վստահ չի իրենց ընտրի թե չընտրի։ Եկեք ազնիվ լինենք։ Բայց այս անգամ իրենց վարքագծով իրենք դա ապացուցեցին, բայց քանի որ մեր ընդդիմությունը շատ անորոշ եւ անելանելի նույնիսկ փակուղային վիճակում է հայտնվել, ըստ իս ինչի լավագույն ապացույցն ու դրսևորումը impeachment այդ ակցիան է եւ նաեւ իրենց առաջարկած վարչապետի տեխնացուն։ Տեսեք, որովհետեւ շատ հետաքրքիր է, երբ դու համեմատակ, այսինքն, տեսեք, ընդդիմությունը եւ ընդդիմադիր մի հատված ժողովրդի մեջ կողջ է Նիկոլ Փաշինյանի վարած բանակցություններից, արտաքին քաղաքականությունից։ Հանձնարարը մի բանից։ Կողջ է։ Այդ դեպքում ինչ պիտի անի ընդդիմությունը, պիտի բերի համարժեք եւ եթե կարող է նույնիսկ ավելի լավ բանակցող։ Բայց ընդդիմությունը վարչապետի տեխնացու է ներկայացրել Մասիսի քաղաքապետին։ Թույլ տվեք որպես դիտարկել սա որպես ծաղր Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Եվ այսքանից հետո էլ մենք էլի ունենք քաղաքացիների մի հատված, մի շատ ակտիվ հատված, որը դժվարանում է նույնիսկ գրագետ վատ մեկնաբանությունները գրագետ գրել, սատարում է իրենց աղրող այս ընդդիմությանը եւ չի հասկանում ինչու մենք impeachment-ի գործընթացին ընթացք չենք տալիս ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը աբսուրդային շատ բաներ են այսօր մեր երկրում կատարվում, բայց ես կարծում եմ, որ սա այն քաոսն է, որից էլ վերածնվելու է լավագույնը, որ մեզ քաոսի մասին։ Տիկին Բադալյան, տեսեք, դուք ասում եք, նրանք ծաղրում են, բայց այնպես չէ, որ դա իրենց մոտ ուղակի ձեռքի հետ ստացվում է, նրանք բայց ուզում էին ուրիշ բան։ Ես համոզմունքում եմ, որ նրանք ըստ էության, այո, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան ներմուծվի քաոս, իրական քաոս, սա քաոս չի, սա ուղղակի այսպես խմորումներ են եւ գարշահոտության տարածման փորձ, բայց ուզում են քաոս ներմուծել, Հայաստանը դարձնել դիսֆունկցիոնալ, ծաղրուծանակի առարկա եւ դուր բացել արտաքին կառավարման համար։ Այս ամբողջը ինչ արվում է, ամեն մեկն իր դերի մեջ, հա, մեկը Մասիսարից, մյուսը Գողականից, այն մյուսը Արցախից, այն մեկը քաղաքական հետապնդումից, այն մյուսն ուղակի մեյմունություն անում, հա, ասենց ինքնանպատակ, բայց այդ ամբողջ այդ համայնապատկերի ձևավորման նպատակը հենց դա է։ Նույնն է դեպ տեղի ունենում Մոլդովայում, որովհետև Մոսկվայում միևնույն է, թե ինչ կլինի, ասենք, հաջորդ ղեկավարի անուն ազգանունը, նրանց պետք է որ դա լինի դիսֆունկցիոնալ, ծաղրուծանակի առարկա, անհետաքրքիր արևմտյան դաշնակիցների համար եւ անհեռանկար, հա, եւ բացի իրենցից որևէ մեկը չկարողանա հետո այդ քաոսը կարգավորել։ Բնականաբար իրենք էլ կարգավորեն
ոնց են ասում, մեր ձևով, իրենց ձևով։ Տեսեք։ Այս ամենը պատկերը արդյոք չի ամբողջանում եւ դա արդյոք եթե դիագնոզը սա է, բուժման պլանը արդյոք չի ուրվագծվում ըստ այդմ։ Երևի մի փոքր ավելի པարզ խոսեմ։ Վստահ եմ դուք ամեն շատ լավ հասկանում գիտակցում եք, բայց մեզ հետևող հեռուստադիտողների համար քաոսը սա չի։ Քաոսը այն էր, ինչ որ կանխվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի կողմից։ Ինչի արդյունքում ձերբակալվեցին երկու սրբազան, որոնք որ պլանավորում էին ահաբեկչություն, եւ բնականաբար ժողովրդին դժվար է ապացուցել, չէ, հենց դա հատուկ մտածված էր, որ սրբազանները պիտի գլխավորեն այս ամբողջը, որովհետեւ դա էմոցիոնալ խնդիր առաջացնում ժողովրդի մոտ։ Կալանավորվեցին ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների կողմից շատ լավ լրջորեն կատարված աշխատանքի արդյունքում կանխվեց այն, ինչը իրենց համոզմամբ 100%-ով եւ ռիսկն էլ շատ մեծ էր, որ կարող է լինել, այն ինչ որ նկարագրում եք դուք։ Դա արդեն կանխվել է։ Եվ եթե մենք ունենք քաղաքացիներ, որոնք չեն հասկանում, որովհետև լրագրողները նրանց անդադ շեղում են, ասում են Նիկոլ Փաշինյանը ասում է, դա ընդունվում է որպես հրաման եւ իրավապահ համակարգը գնում է սրա հետևից, եկեղեցին են կազմակերպում, չգիտեմ ինչ, ոչ, այս գործողություններ ինչու ակտիվացավ, նախընտրական փուլ է եւ այլն, քավլիցի, երիցս ոչ։ Այս ամբողջ գործողությունների շղթան, որը շարունակական է լինելու, այսինքն այսքանով չի ավարտվում։ Այն կանխված մեծ ահաբեկչության հետևանքները եւ հետագա նման ահաբեկչությունները, որոնք քաոսի էին վերածելու երկիրը եւ այդպիսով կառավարումը հանձնելու էին մեկ այլ երկրի, այդ ամենը կանխելուն են միտված, հատուկ դրա համար է արված։ Որևէ սրբազանի, այսպես ասած, կամ այն բոլոր որ դատարաններում են հիմա կամ իրենց գործերը քննվում են, այնտեղ կան եւ падգամավորներ, եւ եկեղեցու ներկայացուցիչներ, եւ քաղաքական այլ թիմերի ներկայացուցիչներ, եւ մանր ու մեծ հանցագործներ եւ ամեն ինչ այնտեղ եւ մեծահարուստ բարերարներ մի ամբողջ լրջագույն մտածված պլանով պիտի երկիրը քաոսի վերածվեր եւ Փառք Աստծո, ինչպես նաեւ շնորհիվ մեր լրջագույն աշխատանքի կառավարման համակարգի այդ ամենը կանխվել է արդեն։ Կանխվել է, բայց այդքանով չի ավարտվում ամեն ինչ, որովհետեւ հիմնական գործող անձանց են կալանավորել, բայց այդքանով չի, չէ, եզրափակվել, այսինքն այնտեղ տարբեր ճյուղավորումներ կան, տարբեր խմբավորումներ կան, այո, ցանց է դա, ապակենտրոնացված շատ դեպքերում, եւ ինչքան էլ իրենք ասեն, այ տեսնում եք նույն այդ բան լրագրողների եւ հատուկ վաճառքի հանված քաղաքական գործիչներ կան, չէ, որ մուրում են միշտ մեզ կգնեք, ես մի քաղաքական նոր ձևավորվող ուժի իրենց չի գնում, երկար փորձերից հետո մեկ ուրիշին են դիմում, այսպես ունենք էլի, այդ ամեն ինչ ունենք եւ ունենք այդպեսի նաեւ լրատվության մեջ հատված ունենք եւ նրանք բոլորը դուք ահաբեկվել եք մեր ձևով շարժմանը 30,000 մարդ էր մասնակցում իշխանությունը իստերիկայի մեջ է, այսպիսի վերնագրեր կան անընդհատ, իշխանությունը չգիտի ինչ անեն, մեկ այլ падգամավոր, հա, ՀՀԿ падգամավոր կար, որը Աստծո ամեն օրը ելույթ էր ունենում, ինտերվյու էր տալիս իրենց այսպես պատկանող եւ հպատակ լրատվական միջոցներին եւ ասում էր, որ ես գիտեմ 6 ԿՊ-ական, որոնք արդեն սպասում են հարմար առիթի, որ միանան իմպիչմենտի գործընթացին։ Հետո այդ 6-ը դարձավ 8 եւ այսպես ինչ որ շատ տարբեր բաներ կատարվում են ժողովրդի վրա ազդեցություն թողնելու համար։ Ժողովրդի վրա ազդեցություն թողնելու համար այդ ամենը արվում է, բայց օգտվելով արդից, քանի որ ես այս պահին եթերում եմ, ուզում եմ ասել, սիրելի հայրենակիցներ, քաղաքացիական պայմանագիր, խմբակցությունից, կուսակցությունից բացառվում է, որ ինչ որ մեկը նույնիսկ մտքի ծայրով անգամ անցկացնի այս կաշառակեր, այս արատավոր, աղտոտված այդ համակարգը հետ վերադարձնելու գործընթացին, ով ուզում է դա լինի եւ ինչպես ձեզ են համոզում, որ հա, ասում են, նայած ինչքան գումար կտաս, ինչ գումարով էլ որ լինի, որովհետև մեզ համար հստակ արժեք է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սա մեկ, դնում ենք մի կողմ, անցնում ենք առաջ,
Ինչու է Վարդան Ղուկասյանը համարվում քաղբանտարկյալ։ Մեր իրենց լրատվական հորջորջող որոշ այսպես միջոցների եւ նաեւ քաղաքական գործիչ հորջորջող որոշ անհատների կողմից, որովհետեւ իրենց համար քաղաքականությունը ընդհանրապես կաշառակերություն է։ Դե համար եթե կաշառքի վրա մարդուն հանցագործին բռնել ես, նա քաղբանտարկյալ է, որովհետեւ քաղաքականությունը դա կաշառքն է, ուրիշ ոչ մի բան քաղաքականությունը իրենից չի ներկայացնում։ Այս է խնդիր։ Այս է խնդիր, ինչի դեմ որ մենք պայքարում ենք եւ շնորհիվ մեր ժողովրդի ողջամտության, որովհետև մենք առանց ժողովրդի աջակցության միայնակ որևէ բան անել չէինք կարող, եւ ես կարծում եմ եւ լիահույս եմ, որ մենք այդ պայքարը հաջողությամբ ենք ավարտելու ենք արդարության հաղթանակով եւ բացելու ենք Հայաստանի Հանրապետության համար մի նոր էջ, որտեղ արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքականություն մտնող բոլոր գործիչները կհասկանան, որ պետք է բացառեն կաշառքը եւ ամենակարևորը կֆիքսեն, կարձանագրեն մեկ ընդմիշտ, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Տիգին Բազալյան ամփոփելով, հա, տեսեք, առաջիկայում ընտրություններ բնականաբար կրքերը թեժանալու են, օբյեկտիվորեն։ Ի հայտ են գալու արդեն այսպես թեմատիկ ճյուղավորումներ, թե ով ինչով պետք է զբաղվի, մեկը Մասիսարով, մյուսը, չգիտեմ, Արցախով, այն մեկը քաղբանտարկյալներով, սրբազաններով, ավանդական մեկ մյուս, ասելու են ես մեկը քաղբանտարկյալ է, այն մյուսը ձյունանուշիկ է եւ այլն։ Կհայտնվեն նաեւ այն ընտրագրավը կտանձերները, կասեն դու էլ միայն մեյմունությամբ զբաղվի, դա էլ տեղի կունենա, գիտենք։ Թամաշա էլի։ Ընդհանրապես։ Ու այդ ամենը մի հատ այսպես տպավորություն կսկսի, լրատվականներն էլ պարզ այդ ամենը լայնորեն կլուսաբանեն տարբեր ռակուրսներից եւ դա տպավորություն կստեղծի մի այսպես բալագանի, մի աղմուկ, աղաղակ, քաոս, հա։ Պատկերացնում եք ինչ հոգեբանական ճնշում է միջին վիճակագրական քաղաքացու վրա։ Առաջիկա 8 ամիս, բայց նրա քվեից է կախված մեր երկրի ապագան։ Մենք ստրեսակայուն քաղաքացու անհրաժեշտություն ունենք, ավելի քաղաքացիներն էլ ստրեսակայունության անհրաժեշտություն ունեն, հա։ Եվ հիմա դեռ մենք ժամանակ ունենք հանգիստ իրերը կոչել իրենց անուններով, փորձելով մեր ներդրումն ունենալ մարդկանց այդ ստրեսակայունության հիմքերը ապահովելու համար, սա շատ կարևոր է լինում։ Ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված հանձնեք։ Այո, ճիշտ եք ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեից է կախված, թե ինչպիսի ապագա կունենա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ հենց այդ քվեի տերը, յուրաքանչյուր քաղաքացին, ասեմ ինչու, որովհետև երբ որ իրենց կողմից սրբազան անվանվող մարդը իր գաղտնալսված ձայնագրության մեջ համենայն դեպս հստակ եւ ինչքան էլ փորձեցին ասել, որ դա արհեստական ինտելեկտով բանականությամբ ստեղծված մի բան էր, ոչ, դա իրականություն է։ Կամ ինքը լավ իմաստով է։ Չի կարող որևէ, հա, այդ ինչպես շատ վատ բառերով էին բնորոշել մեր ժողովրդին։ Վերջին ձայնագրության մեջ այսքանի օրը տարածված, երբ խոսում է ձայնագրություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես են մարդ բերել մեր ձևով շարժմանը եւ այնտեղ ասում են դե գլուխը արժի 10000 դրամ։ Ձևակերպումը լսեք։ Գլուխը 10000 դրամ։ Այն հոպարի Գևորիկից էլ փողը կստանաք։ Երբ որ ժողովրդի մասին այդ պատկերացումը ունեն, իսկ դա մեզ համար նորություն չի, այդպես է եղել միշտ, այն ժամանակ չէին ասում գլուխը 10000 դրամ, ձայնը արժեր 5000 դրամ, հա, մի քիչ այսպես միտինգին գալու համար, մի քիչ թիվը մեծացել է եւ այլն, այս է վերաբերմունքը ժողովրդին։ Ժողովուրդը ինքը պիտի իմանա, ինքը նրանց է ձայն տալու, ով իր հետ նման նվաստացուցիչ որակումներով է խոսում,
թե պիտի ձայն տա այն քաղաքական ուժերին, որոնք որ ասում են, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ բանակցում են եւ աշխատում են եւ ամեն ինչ անում են, միայն մեր ուժի մասին չեմ խոսում, ընդհանուր առմամբ։ Եթե լինեն նման քաղաքական ուժեր, ժողովուրդը պիտի ընտրի, հա, եւ հարգանքով են վերաբերվում եւ ապացուցում են եւ նաեւ այո խաղաղության համար են պայքարում, բարեկեցության համար են պայքարում։ Տեսեք, ասում եք, սա է ասում, սա ձունանուշիկ է, այս մեկը ձմեռ պապիկ է, այս մեկը քաղբանտարկյալ է եւ այլն, այս ուղղություններով են գնալու, այո։ Մենք որպես քաղաքական թիմ հստակ մեր ուղղությունների մասին միշտ խոսում ենք, միշտ։ Մեր ուղղություններն են հիմնական առանցքային Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է, պատկանելու է այսուհետև եւ միշտ ժողովրդին մեկ։ Մենք պայքարում ենք խաղաղության համար, հարևանների հետ հարաբերություններ, կոնֆլիկտները վերացնելու առաջին հերթին, կոնֆլիկտները վերացնելու ուղղությամբ ենք մենք պայքարում։ Մենք պայքարում ենք հստակ, շատ հստակ ենք ասում, եւ մեր ասելիքը ամբողջությամբ, գրեթե ամբողջությամբ, հա չասեմ, գրեթե ամբողջությամբ ձևակերպված է օգոստոսի 8-ի այդ հռչակագրում։ Մեր ամբողջ քաղաքականությունը մենք կարողացել ենք մեր քաղաքականության տակ նույնիսկ ունենալ հակառակորդ երկրի եւ նաեւ աշխարհի ամենամեծ գերտերության ստորագրությունները մեր նշած ուղենիշների եւ սկզբունքների տակ։ Իդեպ քիչ առաջ ձեր հետ հանդիպումից քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բոլոր սահմանափակումները տարանցման իր տարածքով Հայաստանի համար բեռների ամբողջությամբ հանել է եւ դրա մասին հայտարարել են Ղազախստանում, երբ այնտեղ պետական այցով է Ալիևը գտնվում, մասնավորապես ղազախական ցորենի համար, որով պետք է գա Հայաստան։ Հիմա դա լավ է, թե լավ չի։ Իմ կարծիքով սա լավ է եւ մենք որպես քաղաքական թիմ պայքարում ենք դրա համար եւ շատ ուրախ ենք, որ նաեւ թե մեր գործընկերների եւ թե ժողովրդի մեջ ունենք համախոհներ եւ լայն կոնսենսուս, ինչքան էլ աղմուկը բարձր է հակառակորդ կողմից, հա, կամ ընդդիմադիր թևից, ինչքան էլ որ աղմուկը շատ բարձր է, բայց լայն կոնսենսուս կա այս ամենի վերաբերյալ։ Ես վստահ եմ, որ առաջիկայում արդեն ավելի արագ եւ իրար կհաջորդեն օգոստոսի 8-ի հռչակագրում ամրագրված սկզբունքների իրականացման գործողությունների, այո, գործողությունների մասին տեղեկությունները իրար կսկսեն արդեն հաջորդել, ոչ թե զուտ որպես ինֆորմացիա, այլ որ արվում է սա եւ արդեն այսուհետեւ մի քայլ պիտի անի Ադրբեջանը, մյուսը Հայաստանը եւ այսպես այն ինչ որ գրված է, մենք պիտի դա անպայման իմպլեմենտացնենք։ Հիմա մենք շատ հստակ ենք ասում, մենք ինչ ենք ուզում եւ ինչպիսին ենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագան։ Մնացածը, այս մեկը ասում է, որ Վարդան Ղուկասյանը քաղբանտարկյալ է, մյուսը ասում է, որ Սամվել Կարապետյանին ազատեք, հետո շփոթում են, չեն հասկանում այնուամենայնիվ անունը Սամվել էր թե Կարեն, շատ հետաքրքիր են այս մոտեցումները, պիտի հետևել անընդհատ ժողովրդի այս արտահայտությունների, որովհետև քաղաքական բովանդակություն չկա շարժումների տակ։ Նրանց քաղաքական գործողությունների տակ բովանդակություն չկա, երբ որ Էլ չխոսենք գաղափարից, գաղափարախոսություն։ Դե չկա, գաղափարախոսություն ընդհանրապես, գուցե գաղափարախոսությունը կա, որ գաղափարախոսություն այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նշмарվում է ինչ իմաստով, ժողովրդի մեջ տարածված այդ արտահայտությունը, որ իրենք են տարածել, որ ռուսը չլինի, թուրքը մեզ սկուտի, դա գաղափարախոսություն է իրենց համար։ Այլ հարց է, մենք կիսում ենք այդ գաղափարախոսությունը, թե գաղափարախոսություն է, թե ասենք ինչ-որ բան էլի ժողովրդի ասած։ Գիտեք ինչու եմ ասում գաղափարախոսություն, որովհետև իրենց բոլոր գործողությունները դրա վրա են հիմնվում։ Այս դրա համար եմ ես այն կոչում գաղափարախոսություն, ոչ թե որովհետև իրարից չեմ տարբերակում գաղափարը։ Տեսեք, այստեղ ասում եմ նշмарվում է, որովհետև հաջորդիվ բոլոր գործողությունները եւ բոլոր թեզերը, որոնք առաջ են քաշվում, այո, հենց դրանից են բխում։ Այս առումով սա է նրանց գաղափարախոսությունը։ Իսկ եթե այլ բան է, ապա պիտի ներկայացվի եւ ճիշտ ներկայացվի, ճիշտ այնպես, ինչպես որ մենք ենք ներկայացնում։ Խաղաղություն Հայաստանի Հանրապետության պետականության հարատևում եւ նաեւ առանց կոնֆլիկտի հարաբերություններ աշխարհի բոլոր երկրների հետ։ Հստակ ազատություններ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ։
որոնք շատ փոխկապակցված են իրար հետ, որտեղ երբ որ մենք կոնֆլիկտով ենք առաջնորդվում, կոնֆլիկտից բխում են մնացած։ Այսինքն ազատություն չի կարող մարդը ունենալ, որովհետև ինքը իր ազատությունները ամեն վայրկյան պատրաստ է զոհաբերել կոնֆլիկտի ընթացքում հաղթանակ տանելուն կամ գոնե վերջնականապես չոչնչանալուն։ Կոնֆլիկտից բխող են մեր բոլոր գործողությունները մինչև այսօր եղել։ Եվ եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, կոնֆլիկտի տրամաբանությունը հանել եւ խաղաղության տրամաբանության վրա կառուցել մեր ապագան, այստեղ արդեն ժողովրդավարությունը չի լինում զուտ խոսք, զուտ բանավոր ասվող բան չի լինում, ազատությունն էլ բանավոր ասվող բան չի լինում։ Այլ վերածվում է համակարգ։ Դե վերածենք, փորձենք։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու, ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Մենք դիմենք ձեզ մեկնաբանությունների համար դեպքերի զարգացմանը զուգընթաց, միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Շնորհակալություն։ Մենք լսեցինք մեր գործընկեր ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Լուսինե Բադալյանին, լսեցինք իր դիտարկումները կապված ներքաղաքական որոշ զարգացումների հետ եւ մեր պետության առաջիկա անելիքների։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։